Ողջույն։ Ողջույն։ 29 աստիճան է երեկվա նմանը։ Բայց ամպերա գալիս, տես քամինից ամպեր բերեց, չնայած չի ցույց տվել անձրև։ Հունիսի 21-ը։ 21-ը։ Այո, Արմեն ջան, 2 օրից հետո օրերը կսկսեն կարճանալ։ Լավ է, թե ոչ։ Չէ, տխուր է։ Հատ տենանք ծիրանները արդեն լրիվ լիքն է, թե երկու 100, 400, 500 Հասանք Գայի պողոտը, այս ուղղահայացը, մենք Նանսենի վրա ենք, դիմացը ինչ փողոց էր ամետ։ Ուզում եք քեզ հարցնեմ, առանց։ Հարցը է։ Ինչ փողոց Արմեն։ Թոթովենց։ Քանիս էր ծիրանը, քանիս է վառար։ 600-ով։ Այո։ Ես երկու հատ տեսա, մեկը 4, մեկը 2։ Բայց այդ մեծության էդ լավը։ Այդքան չնայեցի։ Իսկ բանը վիշնյան էր, շպանկա էր։ Այ վիշնյան 650։ Շպանկա էր։ Հա, շպանկա էր։ Լավն է շատ այդ շպանկան։ Իսկ սենց ուր են գնում։ Քաղաք։ Ոնց քաղաք, Թոթովենցո՞ւ։ Մեքենա լավանք տանենք։ Բայց Թոթովենց չի գար։ Այմատ որոշեցի այդ այգին մի հատ նայեմ։ Որ այգին Արմեն։ Էն որ սարքում են։ Էն որ հավասարքում են։ Անհանգիստ եմ, չնայած հեչ է երևում բանը։ Դե ես մտնողը չեմ են։ Զաբորը դրած է։ Կեղտերի մեջ։ Հա, զաբորը կա, ամեն ինչ կա, Իզրայելի կա սարը։ Ինա։ Այստեղ բաց է, քրվաստից մտնեմ։ Չէ, ընդեղից լավ է երևում։ Մեջտեղից նայեմ։ Այստեղ թեքվենք։ Լավ, ստեսավ գիտենք անջատեմ այգիի մոտ։ Ես ինչ փողոց է, չեմ հիշում։ Լավ, մեկին տենանք կհարցնենք։ Այնտեղ դպրոցն է, չինացիների վերանորոգած։ Գագիկ, այ չգիտեմ ոնց էր։ Ազգանը մոռացել եմ։ Հեթանոս Գագո, որ ասում էին Արցախյան հերոսը, ընդեղ էլ հուշարձաններ անցանք մոտով։ Ես աստեղ մի հատ սենց ստեղ կա, մի հատ մտնեմ։ Բայց դե եթե այս բաները թողել են, պարիսպները, բարզա ոչինչ արած չի, ստեղ սենց կեղտոտ, Անահետը ճիշտ արեց, ոնց որ թե դուրս չեկավ։ Այս ինչ կեղտեր է այլ մարդ։ Տխուր է։ Չէ, են վերջի անգամ ինչ եկել եմ, ոչ ման չի փոխվել։ Ինչի։ Չգիտենք ինչի, ես տեսել ենք, նոր նստարանները տեսել ենք, ընդեղ հուշարձան կար
տեղյակ ենք, անունը չեմ հիշում իհարկե, այնտեղ հատակագծի վրա գրած էր, այս էլ Հովսեփյան չէ ոնց որ փողոցը, այդ շենքը տեղը, այս էլ թթի ծառ, լավ գնացինք։ Եվ Արմեն Այս փողոցը ասեցին քարտեզով Թոթովենց է գրած։ Սկզբից Նելսոն Ստեփանյան ասեցին, ես ասեցի են ուղղահայացնա։ Ասեցին Թոթովենց, ասեցի նայել են հետևի ուղղահայացնա։ Լիասին Օպորջան քարտեզով գրած է Թոթովենց։ Մոլդովական ընդեղից է սկսվում, ոնց որ թե ավելի ուշ։ Բայց նպատակը Թոթովենց փողոցը չէր։ Դա էի խոսում։ Տղաները ասին, չէ, գործանում են ու ասեցին այս կողմից, այս Նելսոն Ստեփանյան փողոցն է, չէ, հիշում անունը, այս շենքը ցույց տալիս։ Այս Վայենկամատի կողմից ասեց, մի հատ էլ տեղ են մուտք բացել ու սալապատման աշխատանքներ են սկսվել այդտեղ։ Նայենք այդ Դեմիրճյանի դպրոցը ոնց եղավ։ Դե նայենք որն է պետք է կանգնեմ ուրեմն։ Ոչ չկա դեռ։ Լավ, ներաբեր ստեղ կանգնեմ։ Ինսպեկցիան շարունակենք։ Ես մուտք չտեսա ստեղ, գիտես։ Դեռ։ Ես էլ Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցը։ Հետաքրքիր է, ինչ սեպտեմբերի 1-ը կարող է հասցնեն։ Ոնց որ թե ներսի աշխատանքներ են մնացել։ Համենայն դեպս էլ հարկեր չեն բարձրացնելու։ Ես էլ Նելսոն Ստեփանյան փողոցը, ես էլ այդ նորակառույց շենքը։ Լավ տեղ չեմ կանգնել, թե չկարելի էր իջնել։ Մի հատ Վայենկամատի մոտ էլ նայել մի անգամից։ Այստեղ փակել եմ այս մեքենային։ Լավ, հələ մի քիչ իջնեմ, այնտեղ տեղ լինի, կարելի այնտեղ էլ մի հատ կանգնել։ Դերմեք ինչքան գործ են անում։ Գնանք հələ, էս էր Վայենկամատը, անայց ստեղ էր։ Անցանք Վայենկամատ Արմեն։ Հաստատ։ Այո։ Սա տեսի ճանապարհն է։ Լավ, գնացինք։ Ստեղ էլ ինչ-որ բան կանդել են, բայց ոչ ինչ է։ Ինչ որ մթնեց, չէ՞ մի տեսակ։ Հա, ես էլ եմ մտածում հիմա լվանանք ու անձրևը գամ հենց նույն օրը։ Բա ասում ես գրած անձրև չի։ Այո, գրած է, ոչ թե ինչ։ Հիմա փաստա որ մտնեց։ Ու հասանք Գայի պողոտը։ Այս ձախի վրայի կլոր շենքը ավարտեցին, հա ոնց էր։ Հա, Ինչ է գրած վերևը։ տրվում է վարձ։ Վարձակալության, հա։ Տարածքներ։ Աստորեն էլի բիզնես կենտրոնը։ Այդ մի բանը լավ են սովորել։ Вообще հայերի մոտ այդ բանը կա, չէ՞։ Մի բանը որ Բեռնացնում են, սա դրանով են Սա զբաղվում։ բոլորը դրանով են զբաղվում, այո։ Հələ ասում են կոլեկտիվիզմ չունեն։ Այս բալկոնը սպանում է, ոնց որ սյուրռեալիստական երևույթ է ունի։ Հա։ Ու աթոռներ են սկսել դնել, աթոռ չկար առաջ։ Բան են թողել, այս է, պատուհանը բան ուտած է, բայց ես նույնժամ չեն կարող վերանորոգել ոչինչ։ Եսը։ Այս մազայկան էր էլ լավ, ամեն անգամ ափսոսում եմ։
Թումանյան փողոց։ Ես էլ սենց անտաղանդ մնաց ես սրճարանը։ Անայդ Աղալյանին ստանային ճարտարապետը, հա, Կարենը Բալյան։ Ինքը գտնվում էր, որ այս կինոոսկան պետքա բացել։ Նույնիսկ եթե վնասով է պետությունը կամ ինչ-որ ինվեստոր, ես ինչ քամի սկսեց անել։ Ես իմ խոսացածից բան կարող է չլսվի։ Բաց է խոսա։ Ավելավ է չխոսամ։ Հույսով եմ Աբովյան թեքվենք կանցնի։ Որտև դեմքին է փչում, նկատում ես։ Աբովյան։ Ես ոնց որ փոխվել է։ Նվագողը։ Նա երևի սապրել։ Հա, մորուքը չկա։ Սարդի մոտ չեն փագել։ Դες բան են փորել, կարող է արձանը ստեղ են դնել։ Դե բա էլ որտե պետք է Ես դնեն։ մտածում եմ ես շախմատների տեղը։ Չէ, մեջտեղը։ Երևի տեղը կդնեն, էլի։ Հա։ Չէ, սարդը Փարիզից դուրս է։ Երևի գիտես։ Դե հա, ուրիշ բացատրություն չկա։ Են հանած պլիտեկն են, թե երևի, հա։ Ստեղ է հալնելուն, Ազնավուրը։ Բայց ինչ-որ փոքր չի բանի համար քանդածը։ Պաստամինտի, ինչի՞ ուտում։ Նյուսին։ Հաչապնակում այդ կոֆե հաուզում սրանից շատ էր նույնիսկ հերթը։ Բայց դա նոր շինություն չէ, դա կառույցը կար, հիշում ես ձմեռը մենք մի անգամ եկանք։ Չէ, Այո, այդտեղ ինչ-որ ուտելու տեղ էր, ու էլի մհերը այդտեղ էր աշխատում։ Համելը տեղ էր աշխատում։ Այո։ Ինչ հետաքրքիր բաներ ես հիշում։ Տեղը ազատվել, այն բոճկան են տարել։ Բանը։ Հա, Գինին, ոնց է։ Գլիտվեին, հա։ Գլիտվեին։ Նա ձմեռն էր լավ։ Բայց հետո արդեն չէ քամին սաստկանում է։ Հա։ Օխանակ պակասի։
Ես արդեն ուզում ես նստես, անայ։ Չէ, ես ուշեցի ստեղ նստարանները ինչքան լավն էին հարմարի։ Որ նստում էին ու ժողովրդին նայում էին, իսկ հիմա մեջքով են նստելու։ Դու այս նստարանները նկատի ունես։ Այո, այո։ Արզը։ Լավն է, ճիշտ է։ Ողջույն։ Ինչպես ողջույն ձեզ։ Ձեր ծրագիրները նայում եմ։ Ինչպես եք։ Լավ ենք, որտեղից եք նայում։ Գլենդելից։ Գլենդելից։ Շատ զարմացան տեսամ, որ ձեր դեմքը շատ ծանոթ է։ Հիմա որ տեսակ։ Այո, ես 2 տարի եմ մտածում եմ Երևան կամ առաջին անգամն է։ Ձեր ծրագիրը շատ եմ նայել։ Մի րոպե, ընդհանրապես կյանքում առաջի անգամ եք Երևանում։ 67 տարեկան եմ, այո։ Ինչ եք ասում։ Բարև ձեզ։ Լավ ենք, դուք էլ եք առաջի անգամ։ Աղջիկները։ Միշտ ասում եք ողջույն։ Ողջույն։ Այսօր էլ ասենք, եթե միշտ ասում ենք։ Շատ լավ պրոգրամ։ Անահիտ, չէ։ Այո։ Բոլորդ առաջի անգամ եք Երևանում։ Այո։ Մեր աղջիկները Քանի օր է։ Լոս Անջելես են ծնվել։ Մեկ օր։ Երկրորդ օրն է, մեր Երկրորդ օրը։ Ձեզ Ձեզ եք եկել։ ընդամենը։ Մնացել ենք, հետո հետ Գիտեմ քիչ, բայց Այո, happy bank։ Հայաստանով եք հա պատտվել։ Երևան ենք։ 6 օր Երևան եք մնալու։ Հայաստան որտեղ եղաք։ Հայաստան։ Դեռ չենք գնացել։ Ինձ տղաց Գնացինք Ֆրանսիա։ Ֆրանսիա, Բելգիկ Հետո Բելգիկ նստել։ Դու եկել Ֆրանսիա։ եւ մեկ օր էլ պիտի երթանք Սևան լիճը, ու ծրագիրը դրե Յասաման ռեստորանտ։ Այո։ Դայեցի։ Մենք այդ նույն ռեստորանը պիտի երթանք։ Վերջապես այդ ծրագիրը շատ օգտակար է։ Շատ ուրախ եմ հանդիպամ ձեզ։ Դե ձեզ լավ ժամանց։ Տեսնեմ ձեզ։ Կգաք ավելի երկար։ Անպայման։ Եթե այս անգամ հավանեք, բայց 6 օրը շատ Հաճելի է շատ։ Շատ քիչ է։ Շատ ուրախ։ Ամենս գործում ենք։ Այո։ Աշխատանք։ Մենք հայր պետք հետո շատ։ Այո։ Դեզ հաջողություն։ Տեսնեմ ձեզ։ Տեսնեմ։ Բայց շատ քիչ է 6 օրը։ Ինել առաջի անգամ, չէ։ Դե ոչինչ, եթե հավանեն կձգտեն։ Հույսով ենք, որ հավանեն էլի կգան։ Հետաքրքիր է, ուղերձները հանգիստ կատարվում են, հա երևի։ Դե Քաթարով երևի չի լինի։ Չէ, Կատարով չի, իրանք Ֆրանսիայով էին, Փարիզով։ Վայ, ճիշտ է։ Հա։ Այս բանը Ալենը լրիվ քանդեցին, նայ։ Այդ ներսը տենց հին պատեր կային։ Աստորեն այո։ Ստեղ էր այդ հին, լավ խոսացել ենք դրա մասին նկուղում։ Ինչ է։ Հին ինչ-որ բաներ էին քթել էլի։ Ռասկոպկեքը։ Այսինչ հնաոճ իրեր, մանգասար։ Իրանք չեն սիրում, որ նկարում ես, դրա համար չարժի երևի։ Այդ որ ամեն մեկին հարցնենք սիրում, չի սիրում։ Չէ, դրսից ամեն ինչը կարելի է նկարել, եթե իրանք ապակու վիտրինա են դրել։
Աղբաղա կուզեիք դեգին անայիդ։ Не соблазняйте. Ուզում եմ, բայց չեն կարմի։ Երեք այդ Grand Candy պաղպաղակը կերա, արդեն խախտեցի։ Այդ Grand Candy էր։ Այո, Էշ լավն էր։ շատ լավն էր ու շատ լավ ուպակովկայով։ Հա, լուրջ ուպակովկա էր, տուփ էր, բացում է տուփը, ինչ որ։ Իսկ գինը ինչքան էր։ 700 դրամ։ Օ, թանկ է։ Էս ովքեր են։ Էս էլ դալանա։ Դա հեսա դալանա գրած, կամար չի գրած։ Չէ։ Այո։ Ինչ հարմար է, որ մեքենա լվալը մեր տան մոտը։ Դե հա, քեզ միշտ ստեղ է բերում։ Բոլոր ճանապարհները բերում են Աբովյան։ Լավ է գոնե այս կողմից նորմալ տեսք ունի։ Հա։ Ներսը ուղակի։ Այո, Դավիթը տեսար, աստվել էր։ Հա, Դավիթը զարմացրեց։ Ասում է, այն բակից հետո են բանի։ Հա, ասում է, որ են բակը տենց մնացել էր ու մերը։ Էլի ցույց տվեցիր, վատացավ։ Այո, շատ էր ազդվել Դավիթը մեր։ Դե ինքն էլ է մանկությունը ստեղ անցկացրել։ Մանկությունը ստեղ անցկացրել։ Դե լավ ամբողջ դու էլ։ Ոնց որ մեր տանը չէր մնում, հա, ասկի։ Չէ, ամեն շաբաթ շաբաթ։ Այո, դեպի Կիրակի երեկոյան չէինք վերցնում, հավաքում երեխեքին։ Շաբաթ էինք հավաքում, չեմ հիշում, գիտես արդեն։ Ամենայնևս մի գիշեր մնում էր։ Դու մեկ շաբաթ հավաքող ենք անայդ։ Ենքան ենք շաբաթ էինք բերում։ թափառում ստեղ ընդեղ։ Ես էլ Պուշկին է։ Սպուշ պաղպաղակա ոտքերի տակ։ Մի րոպե անայդ, մեզ են կոմա պետք անցնել, սենց ենք չէ գնում։ Գնանք, այդպես։ Դու հետևի, ես հանգարց մեր բակը չմտնեմ այ մարդ։ Բայց ճիշտ ենք անում, ուղղությունը փոխում ենք անայդ։ Իսկ ինչու բան փոխվեց, մեկը Չէ, ուժեղացավ, ընդե տենց ուժեղ չէր, է։ Դե լավ գնանք, հետ չեմ գնալը։ Իբիս հյուրանոցի ծառայողական մուտք։ Ինչ անեմ ասեմ, որ ստեղ լույս աշխիտունն էր։ Չարժի երևի նորից կրկնվել։ Չեմ ասի, որ ստեղ լուսավորության աշխատողների տունն էր։ Չեմ ասի։ Ես էլ չեմ ասի, որ հին երևանցիների փողոցն է։ Իբիսը 37,000-ը։ Երկու տեղանոցներ չէ։ Չնայած երկու մեկ հինը նույնն է ոնց որ։ Այս կողմից ինձ անսովոր էր այս ռակուրսը։ Ես մի անգամից ճանաչեցի, որ այնտեղ շարունակությունն է, էլի, Սիսայինի, ոնց որ բակը, բաներն էր փոքր, հրապարակ, էլի։ Հա։ Անենց պատեր են դրել որ։ Ինչ լավ է ստեղ, արիստը մի քիչ կանգնենք։ Քամին բերում է, էլի, հողը մեր վրա։
Շվեդիաները։ Ես այդ անունը միշտ մոռանում եմ։ Գարտենժեը, հա։ Այս Գարտենժայից ծովափում Բաքում շատ կար, որտեղ էր, Անապայում։ Մեր Բաքում սաղ դրանից էր։ Ու բարձր թփեր էին, սենց չէր։ Լավ բարձր էին։ Դե գնանք Թումանյանով։ Գնանք։ Սենց գնանք Թումանյանով, կգնանք կինո Մոսկվա, էլի։ Մեքենայի մոտ։ Ահա Նիվան կարգին տես իրա գործը անում է, ակուրատ նվի։ Քաղաքի երաշտական ձևավորումը հանձվել են Նիվաներին։ Բայց այդ Նիվաներին պետք է լիցենզիա տալու։ Ստվումակ դա պետք է արգելել էլի։ Դու մոտ ճաշակով է երաշտությունը թույլ տանով։ Կոնսերվատորիայից ինչ-որ բան լինի։ Հա, կոնսերվատորիա։ Պատկերացնում ես, դա լիներ Շվեյցարիայում։ Կամ որտեղ էր Շվեդիայում է, որ իրիկունը նույնիսկ չէին թույլ տալի զուգարանի բաչոկի ջուրը իջացնել։ Շվեյցարիայում էր, հա։ Ժամը 10-ից հետո։ Կարա հանգիստ քայլել։ Ես քիչ կապիկը։ Դեմար ամիսան ասում եմ արասկասկապոյի հետ մտածել ես։ Նենց մոտիկ անցար այդ կապիկների կողքը վախեցա։ Կարող է որ ես թռներ։ Այո։ Ամեն ինչից վախենում ես, Անայդ։ Կամ կես հյուսիսայինը։ Մեքենային ասա, ես մեղավոր եմ։ Հենց են երևանցիների փողոցով հին գնային։ Ես Ես մասը չկային։ կապիկներին չէ շատացել են, ես եմ հատել։ Ես ինչի։ Ես չէ, ես տեսանք, ես նույնն է։ Երեք հատ տեսանք արդեն։ Դեմ չես, ես մի հատ ջուր խմեմ։ Ես մտածում Կապիկի հետ նկարվեմ, հա։ Դու գիտես, կենթաբանականում միշտ տրադիցիոն կապիկների վանդակների մոտ է լիքը մարդելնում։ Ինչ-որ ժողովուրդը հավանում է։ Դե հիշեցնում նախնիները, հա։ Իրանց նախնիները։ Ճիշտ եմ ասում այդ բառը։ Այո։ Այդ դասի վաղտ երեխեն ասում է, բա իմ հայրը ասում է, որ մենք առաջացել ենք կապիկներից։ Ես դասատուն ասում է, ձեր ընտանիքի նախնիները մեզ չեն հետաքրքրում, ասում է։ Բարև ձեզ։ Մենք քանի անգամ եկել ենք Հայաստան, ամեն անգամ կենտրոնում շատ սիրում ենք ամուսինս կենտրոնից։ Այո։ Մենք ձեզ տեսնենք ցույց տալու։ Վերջի օրին ձեզ տեսանք։ Որտեղից եք եկել։ Մյուրքեն Հա։ գնացել ենք, նայում ենք։
Դες ես լավ որ երեխեք ջան։ Շատ հաճելի է։ Տեսուտես։ Մյունխեն։ Վայ, այո, ես հիշում եմ ինքը գրում է, ճիշտ է։ Հենց, բայց լիլիթ շատ կա։ Ազգանունը պետք է հարցնենք։ Ես արդեն ոչ մեկին չեմ զգուշացնում, որ նկարում եմ անայդ։ Հաբրգել եմ երիտասարդների ասած։ Դե ոչինչ, մերոնք կնայեն արդեն կիմանան, որ դոշիս կախած է։ Երեք մի հատ ինչ-որ հոդված կարդացի Երևանի մասին։ Ու այս տողերը էլ ասում այդիչնիկները կանգնած ասում են նոյութ под գիտարу։ Ոնց այդիչնիկները զարմացրեցին ֆրազան։ Բայց նկատում ես, գրեթե բոլորը Ռուսաստանից են։ Չգիտեմ, կամ Ուկրաինայից մի խոսքով։ Մեր հայրի մասին չէ խոսքը։ Ռելական կոմպետենցիալ բառը։ Միատ խնդրեմ, եթե նկարել եք YouTube չգցեք, էլի։ Եղավ, ափսոս, բայց լավ։ Այդ որ այսքան եկել եք այդ հաստատ է, ուրեմն խնդրանքը չեմ գցի։ Շնորհակալ։ Տեսար, հենց նոր ասեցի, երիտասարդը մոտեցավ դրանից հետո, ասեց, եթե նկարել եք, խնդրում եմ չգցեք։ Հենց որ հայեր չենք գցում։ Բայց դե պատմեցինք ոչինչ, պատմել կարծում եմ կարելի է։ Մյուխենում են ապրում, ստեղ բնակարան ունեն, կենտրոնում իրանց Ծնողների ասեց։ ծնողների Ամուսնու ծնողների։ Այո։ Այդքանը տեղեկացնենք։ Գործերն էլ լավ էր Մյուխենում։ Դե լավ է, տենում ես մարդիկ գիտեն, որ կարող է նկարում ենք, զգուշացնում են, հանում ենք։ Ոնց են ասում։ Դե երևի պատճառներ ունեին, էլ չէին։ Կոնսենսուս, ոնց է այդ խոսքը։ Կոնսենսուս։ Ողջույն։ Ահա, երիտասարդը հայ է։ Ոնց որ թե։ Բայց մի հատ ընդմիջում տար զրույց էի, հաստատ հայեր, թե նացիոնալիստ եմ դառել։ Ինչ Արմեն։ Նացիոնալիստ եմ դառել, տենց է կոչվում։
նստելու վաղն է, չէ՞։ Այո։ Դա նստարան չի։ Դեմ չեք։ Չէ, նստի։ Օպերայում ինչ-որ ժողովուրդ է հավաքված անայդ։ Ես երաժշտությունը ընդեից է գալի։ Այո։ Եմ էլ երաժշտություն հանելով պետք է զբաղվեմ, գործերս քիչ էր։ Թե հանրահավաքը։ Այս սիրուն աստեղից նայ։ Հա, շատ։ Այս ծառերն էլ լավ մեծացել են։ Զարմանալի քաղաք ունենք, չէ։ Ինչքան փչացնում են, չեն կարող փչացնեն։ Հանրահավաքի երաժշտություն չի աչքիս։ Երևի այդ կողքի կապվեից է, հա։ Չէ, ընդեղից է։ Եկքա դինամիկները դրել են։ Բասում ես հանրահավաքի չի։ Հա։ Երաժշտության ոճը։ Դեմոնստրացիա չի, հա։ Միտինգ չի, միտինգ։ Միտինգ հետաքրքիր խոսք է, չէ՞։ Միտինգ հանդիպում է, չէ՞, անգլերեն ոճը։ Անահիտ էլ ստեղ, հա, Անահիտ։ Նկարն է մնացել։ Մարտը, սեպտեմբերից մարտը։ Հա, 25 թվականի մարտը։ Եկավ գնաց մի հատ չհանդիպեցինք էլ։ Ստեղ չհանդիպեցինք Անահիտին։ Այդ մարդ չի, որ անընդհատ հանդիպես, չէ։ Մասային առանձնապես չի հետաքրքրում, նայ։ Ես իմ համար ամենաանհասկանալի երաժշտությունն է։ Այո։ Բայց երիտասարդները այսպես երաժշտություն են լսում։ Դե դրանց գործն է։ Գրեն ինչ է, գրել են Fast Bank։ Տարբերություն ինձանից հասկանում է այդ երաժշտությունը։ Լավ, ես կամերան փոխեմ։ Տեխնիկին էլ գրեթե ամեն ինչ պատմեց մեզ, հենց որ արդեն տեղյակ մարդիկ ենք։ Ուրեմն Reebok ֆիրման է կազմակերպել, սրանք տրինաժորներ են, Անահիտ։ Այո, ես հասկացա։ Ինչև քեզ պատմում էին, ես սա էի կարդում, հասկացա ամեն ինչը։ Պարզը։ Բայց ես էլ աչքովս ես ընկավ, հարցրեցի ես քայլելու տրինաժորներ են, ասեց չէ։ Ընդեղ ասեց գիրաներ կան, չգիտեմ ինչեր կա, մի խոսքով ինչ-որ։ Ասեց ժամը 6:30 սկսելու է, ցույց են տալու, բայց որ համբեր ենք, հեսա կսկսեն։ Այս է գրած է Reebok Sports Club։
Երևանի քաղաքապետարանի կողմից օպերայի հրապարակում անցկացվում է Les Mills միջազգային կազմակերպության կողմից միջոցառում։ Մարզումները անցկացնելու է համաշխարհային մարզիչը, անցկացվելու են խմբակային մարզումներ, որի հովանավորն են Հայաստանի top 4 մարզասրահները։ Շա երիտասարդը քաչ տեղակ էր, պատմեց ամեն ինչը, հուսով եմ լսվեց։ Անահիտը ստեղ նստեց։ Սկիզբն էլ երիտասարդը ասեց նախատեսված էր 5-ին, փոխեցին 5:30, հետո 6-ին, հետո էլ 6:30 են փոխել, հիմա երբ կլինի չգիտի։ Ուսանք 6:30-ն էլ անցր։ Լավ տենանք։ Այս մի քիչ պարապեցին, հայք ինչ լավ ձգվել եմ, գոյացել եմ, արել եմ։ Լավ միջոցառում է։ Ահա, շարժումը սկսվեց։ Ու ինչ լավ է, երաժշտություն չկա։ Հանգիստ կարամ ցույց տամ։ Բայց կարծում եմ, որ վարժությունները սկսեն, երաժշտությունն էլ կսկսվի։ Միջազգային մարզիչ է եկել հատուկ։ Հետաքրքիր է, որ մեկն է այդ մարզիչը։ That's a kitchen, sportsmen. Тренажер нам uzun հասկանում։ Որտեղ անդեք գանտելները։ Որը սկսեն իհարկե ավելի բարձ կլինի ամեն ինչը։ Այն աղջիկը ոնց է բան ուզում ասի։ Համար ստեղել են մեծ մասը աղջիկներ։ Body balance, դասին մասնակցողներին խնդրում ենք մտնել դահլիճ։ Դահլիճը ո՞րն է։ Սա է, երևի պետք է ենթադրել։ Օպերա չեն մտնելու։ Այս լուրջ մարդը կոստյումով է։ Եղք չեն այ մարդը, սպորտսմենները արևի տակ։ Ես որ եկա հովը, չգիտեմ։ Տեսնում եմ մեր body balance մասնակցողներին կարելի է եկել բոլորը այսօրվա մեր վիդեոթաղմանը, որ կազմակերպել է Կենտրոն վարչական շրջանը։ Ուրեմն վիդեոթաղման հովանավորներն են Fast Bunker, Fast Shifter, եւ Your Health. Thank you. Գործընկերներ, Orange Fitness, Premium Active, Hills Sport Complex, Golf Gym, Այս երկար պատմություն է։ լինելու է Body Pump, ժամը 9:30 լինելու է Body Combat։ Մեծ խնդրանք ունեմ ձեզնից, խնդրում եմ հնարավորինս խնամքով վերաբերվել մեր ապրանքների հետ, որովհետև սրանք բոլորը մեր ակումբներին են, այսինքն մերն են, okay? Շատ շնորհակալ եմ ձեզնից նախապես, ուզում եմ դեմ հրավիրել մեր շատ սիրելի Body Balance Team-ին, come on!
Գնաս։ Ողջունում ենք բոլորիդ, այսօր միասին անելու ենք Լեսնուսի բոդիբալանս դասը։ Ես Կրիստինան եմ, անելու եմ մյուս Կրիստինայի հետ և Լիրյանի հետ։ Հետ տարբերակները ցույց կտանք աջ կողմի կանգնած գործին, ով որ լինի։ Եվ սկսենք միասին, մեզ լավ հաճելի մարզում։ Նախավարժանքը սկսում ենք հայթի warm-up-ից։ Կոշիկները կարող եք մանել, որ ավելի հարմար լինի, հատակոսկար։ Ոտքերը դնում ենք կոնքաչափ բացված։ Ուսերը թուլացնում ենք, խորը շնչում, արտաշնչում ենք։ Երեսները շնչում։ Հաջորդ քայլերը մոքրոց ենք, բրձերը թաթերի ուղղությամբ, նայում են առաջ։ Մեկ անգամ էլ։ Ձախ ձեռքը ներքևից, մտույտ է կատարում ու նույնությամբ հետ ենք վերադառնում։ Ես ուզում էի տրինաժորներ լինել տենայ, բայց Նարեկից իմացանք, այդ տղան էր, որ մեզ ամեն ինչ պատմեց։ Ասեց սա հանգիստ էտապն է, հենց մի տեսակ յոգական ասեց։ Ոտքերը դնում ենք։ Իսկ ամսին ժամը 8-ին 9-ին երեկոյան արդեն դեպի ուշ ակտիվն առնելու։ Այսինքն արդեն այդ տրինաժորներով, բաներով։ Աջ ոտքը բարձրացավ վերը։ Սա սկիզբն է, սենց բացվում են։ Ծունգը ծարելուց հետ տարբերակ կարող եք հետևել Լիրյանից։ Արտաշնչելով վերադառնում ենք։ Աջ ոտքով քայլ հետ։ Մենք չենք անցնում, արդեն ուշ է։ Կողմերից կանցնենք։ Բայց լավ միջոցառում է։ Ազգը առողջանում է։ Здоровый образ жизни, да? Այո։ Ուրեմն մասնակցում են այդ խմբերով, էլի։ Դե քաղաքում լիքը ջիմեր կա, չէ՞, ամեն ջիմը իր խումբը ունի։ Ահա, այստեղն էլ է հայ։ Զորության ասված մեր վեմն է, մեր ապավենն է զորավորենա Հիսուս, Հիսուս, զորության ասված մեր վեմն է, մեր ապավենն է զորավորենա Սելա, սելա, սելա Տերն է մեր ապավենն է զորավոր Իր ձեռքն է պահում, քեզ ամեն ապավենն է զորավոր Ձերքն է պահում, մեզ ամեն օր դերն է մեր ապավեն է զորավոր Ձերքն է պահում, մեզ ամեն օր զորքեն ապավեն է մեր ապավեն է զորավոր Չէ, հավատացյալների խումբ էր, չէ? Չեմ անում, չհասկացա։ Խոսքերը որ լսես կհասկանաս։ Խոսքերը ինչ, հասարակ խոսքերը հայտնի։ Հայտնի։ Ինչ։ Կարծում եմ հրաժեշտ են կանայք։ Հա։
Լավ մնաք ժողովուրդ ջան։ Ստեսություն ձեզ։ Ստեսություն ձեզ։ Այնտեղ բալեր են բերել, մի օր կմոտենանք ու շատիր կնայենք Անահիտ ջան։ Գիտեմ շատ ուզում ես, բայց մեքենան շուտվանից պատրաստ է։ Միշտ առողջ եւ խաղաղ երկինք։ Առողջություն ձեզ բոլորին, խաղաղություն եւ միասնություն։ Alberto, me